Արարատյան խոհանոցն է եթերում, հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ մեզ հետ եք։ Բարեկամներ, շարունակում ենք այցելությունները ռեստորաններ եւ այսօր այդ օրն է։ Տեսնենք թե ինչ ստացվեց, տեսնենք թե ինչով են մեզ զարմացնելու։ Մանավանդ որ պիտի այն պայման ունկնդիր լինենք, թե ինչ պայմաններում են պատրաստվում համեղ եւ հաճելի կերակուրները։ Գնացինք։ Այսօր ես հյուր ունեմ հարգելի հեռուստադիտողներ եւ իմ հյուրն է Գյումրու Կասկադա ռեստորանի խոհարար Սոնա Աղաբաբյանը։ Ողջույն Սոնա։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Մերսի լավ։ Շատ ուրախ եմ, որ չմերժեցիք մեր հրավերը եւ վստահ եմ, որ մեր հեռուստադիտողները չեն ափսոսա այսօրվա մեր դիտելով մեզ։ Հուսով եմ։ Հուսով ես, չէ՞։ Ինչ ենք պատրաստելու։ Այսօր մենք պատրաստելու ենք հավի կրսկամիսը սերուցքով, որի համար մեզ անհրաժեշտ է հավի կրսկամիս, Այո։ սերուցք, սունկ, խավարտ, որպես խավարտ օգտագործելու ենք բրինձ շաֆրանի ծաղիկներով։ Շաֆրանի ծաղիկների առեջն է կարծեմ։ Այստեղ ինչ կարծիք ես դու շատ ավելի օգտագործում են գույնի համար թե համի համար սաֆրանը։ Համի համար։ Համի համար։ Գույնը այդպես գեղեցիկ։ Գույնը իր տեղը։ Շատ լավ։ Համն համ։ Եվ այստեղ սունկ պիտի օգտագործենք։ Հիմա պետք է վերցնենք հավի կրսկամիսը, կբաժանենք։ Իսկ ես ինչ վերցնեմ։ Սունգը բաժանեք 4 մասի, խնդրում եմ։ Բաժանեմ 4 մասի։ Ես հավի կրսկամիսը խորանաշներով կկտրատեմ։ Եվ տապակելու ենք։ Այո։ Այնուհետև տապակելու ենք։ Պանիրը որ ընթացքում ենք ավելացնելու։ Պանիրը կրսկամիսը տապակելուց, սունգը նույնպես վերջում սերուցքից հետո։ Վերջի փուլում։ Սերուցքից հետո։ Շատ լավ։ Շատ կերակուրներ գիտեք, որ պանիրով են պատրաստում։ Տրատեցինք խորանարդների հավի կրծքամիսը։ Կտրատեցինք, այժմ համեմելու ենք մենք կրծքամիսը աղով եւ սև բիբարով։ Այնուհետև խառնելուց հետո վերցնում ենք տապակը։ Տաքացնում ենք։ Տաքացնում ենք։ Ինչ ձեթ ենք օգտագործելու։ Ձիթայուղ։ Արևածաղկի։ Արևածաղկի, հա։ Արևածաղկի ձիթայուղ։ Սունկը հավի հետ ենք տապակելու։ Հավը մի քիչ տապակենք, հետո կավելացնենք սունկը։ Շատ լավ։ Տապակել ասվածը երևի հենց կերավապատում ենք նոր սունկը ավելացնում։ Այո, միտ հետև հավի կրսկամիսը տապակվելուց հետո ավելացնում ենք սունկը։ Շատ լավ սունկ է միջալուց, որակը շատ բարձր է։ Ընտրեմ։ Շնորհակալություն։ Քանի որ մենք ունենք նախապես հաշված սպիտակ բրինձ, այն մի քիչ ջուր կավելացնենք ու կտակացնենք։ Սովորաբար բրինձը միշտ խաշված ենք պահում։ Այո։ Որպեսզի արագ կարողանան։ Շատ լավ։ Ավելացնում ենք կարագ։ Շնորհակալություն։ Ավելացնում ենք սերուցքը։ Այո։ Այդ ընթացքում բրինձին ավելացնում ենք շաֆրանի ծաղիկները։ Հենց այդպես։ Այո։ Այսինքն չենք թերմում։ Ոչ։ Ուղղակի ծաղիկները, շատ լավ։
Մի րոպե սերուցքով եռալուց հետո ավելացնում ենք հալվող պանիր։ Գեր կալորիականացված կերակուր բարեկամներ։ Լավ է բուրում շատ։ Զաֆրանը իր գործն արել է։ Հատուկ գործիքներ Այո։ մատուցման համար։ Ձևավորման համար օգտագործում ենք կանաչ սող։ Եվ Ձևավորում ենք բալզամիկ կրեմով։ Ահա այսպես մեր այսօրվա ուտեստը պատրաստ է։ ահա, խնդրեմ։ Լավ մատուցման ձև, լավ համեղ կերակուր։ Եթե դու ունես ասելիք, խորհուրդ կամ մի ինչ-որ ցանկություն մեր հեռուստադիտողներին, խնդրեմ կարող ես օգտվել այս առիթից։ Վստահ եմ ձեզ դուր եկավ մեր պատրաստած կերակուրը, վստահեցնում եմ շատ համեղ է, փորձեք, այն ձեզ դուր կգա, բարի ախորժակ։ Փորձեք բարեկամներ, այո, սա այն դեպքն է, երբ որ ասում են փորձը փորձանք չէ։ Թույլ տվեք ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք Սոնային, ցանկանանք, որ այսպես միշտ նորությունների հետևից, միշտ հետաքրքիր կերակուրներ պատրաստի եւ խորհուրդ տա։ Շնորհակալություն Սոնա ջան, ապրես Ձեզ դու։ նույնպես շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, ուզում եմ ձերանից նաև շնորհակալություն հայտնել Կասկադա ռեստորանի տնօրինության աջակցության համար եւ ինչպես միշտ պիտի խորհուրդ տամ կերակուրը ճաշակել 65-70 աստիճան ջերմությամբ եւ սպիտակ անապակ հայկական անսահմանափակ գինով։ Այսքանն էր ես կցանկանայի, որ ինչպես միշտ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Հավի կրծքամիսը բրինձով։ Հավի կրծքամիս 200 գրամ, սունկ 100 գրամ, բրինձ 80 գրամ, կատնասեր 100 գրամ, շաֆրանի ծաղիկներ 2 գրամ, կարագ 30 գրամ, ձեթ 20 գրամ, հալվող պանիր 60 գրամ, բալզամիկ կրեմ 5 գրամ, աղ, պղպեղ։ Բարի ախորժակ։